Զորակոչի կես, իմացիր քո իրավունքները։ Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները, մինչև 27 տարին լրանալը, իսկ գիտության և կրթության բնագավառներում տարկետում ստացած քաղաքացիները, մինչև 28 տարին լրանալը։ Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմաց իգական սեռի քաղաքացիները, մինչև 27 տարին լրանալը։ Բուհում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած և Պայեստազորի սպայական կազմ որակավորված արական և կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմաց իգական սեռի քաղաքացիները մինչև 35 տարին լրանալը։ Այն քաղաքացիները և Պայեստազորի սպայական կազմը, որոնց համապատասխանաբար 27, 28 և 35 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում։ Ստացել է զինվորական ծառայության զորակոչի ծանուցագիր։ Մի անհանգստացիր, իմացիր քո իրավունքները։ Ժամանակին ներկայացիր զինկոմիսարիատ, ունեցիր քեզ մոտ անձը հաստատող փաստաթուղթ։ Անցիր լիարժեք բժշկական հետազոտություն։ Գիտես, որ օրենքը սահմանում է զինվորական ծառայությունից տարկետման հիմքեր։ Առողջական վիճակի պատճառով բուժման կարիք ունեցող քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է 3 անգամ, մինչև 1 տարի ժամկետով։ Ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է 1 անգամ, 3 տարի ժամկետով։ Ընտանեկան վիճակով պայմանավորված տարկետման հիմքեր։ 65 տարին լրացած կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված ծնողներ կամ միայնակ ծնող, եթե ծնողները կամ ծնողը չունեն այլ զավակ կամ ունեն այլ զավակ, որն անչափահաս է կամ ունի հաշմանդամություն կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ կամ էլ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ։ Ընտանեկան այլ հիմքեր։ Առանց մոր մեծացող երեխա, 2 կամ ավելի երեխա բացառությամբ որդեգրված երեխաների, երկրորդ երեխայով կամ առնվազն զույգ երեխայով 6 ամսյա հղիության մեջ գտնվող կին։ Մինչև 18 տարեկան կամ 18-ից բարձր, բայց ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված քույր կամ եղբայր, եթե չկա վերջիններիս ընտանիքի անդամ համարվող այլ անձ կամ կա այդպիսի անձ, որը սակայն ունի հաշմանդամություն կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, կամ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձ է։ Ուսման նպատակով տարկետման հիմքեր։ Նպատակային ուսումնառության նպատակով պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքելու դեպքում ուսումնառության ամբողջ ժամկետով։ Ուշադրություն։ Ուսման համար տարկետման դիմումը պետք է ներկայացնել մինչև հունիսի 1-ը։ Հանդիսանում է կոտարեշկրա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանձնահատման նախնական կրթական ծրագրերով սովորող կամ ուսումնառությունը չեք ավարտել, ապա պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու համար դուք պետք է դիմում ներկայացնեք ՀԿԳՄՍ նախարարին։ ՀՀ կառավարության որոշմամբ առաջնահերթ մասնագիտական ուղղություններով սովորողների համար, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, արվեստի բնագավառում նվաճումներ ունեցողների համար։ Ուշադրություն. Տարկետման դիմումը պետք է ներկայացնել տվյալ տարվա ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը։ Ուշադրություն. Զինվորական ծառայությունից ազատվելուց հետո ուշադիր եղեք զինգրգիրքում նշված վերազնման ներկայանալու ամսաթվերին։ Օրենքով սահմանվում են նաև զինվորական ծառայությունից ազատման հիմքեր։ Ճանաչվել եք ոչ պիտանի զինվորական ծառայության համար կամ զորակոչին կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել եք ժամանակավորապես ոչ պիտանի եւ լրացել է ձեր 24 տարին, ճանաչվել եք բուժման կարիք ունեցող եւ տարկետման ընթացքում լրանում է ձեր 27 տարին։ Հանդիսանում եք ընտանիքի միակ առուզավակը եւ ունեք ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված ծնող, եղբայր կամ քույր հետեւյալ կառույցներում։ ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում, ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ-ում տեղակայված օտարերկրապետությունների զինվորական ստորաբաժանումներում։ Մինչ ՀՀ քաղաքացիություն ընդունելը առնվազն 12 ամիս զինվորական կամ առնվազն 18 ամիս այլընտրանքային ծառայություն է կանցել այլ պետությունում։ Ինչպես բողոքարկել զորակոչի ընթացքում կայացված որոշումները։ Տարածքային հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկել կենտրոնական բժշկական հանձնաժողով, իսկ կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը պաշտպանության նախարարին կամ վարչական դատարանին։ Պաշտպանության նախարարի որոշումը կարող է բողոքարկել վարչական դատարանում։ ՀՀ կառավարության որոշմամբ բացառիկ դեպքերին համապատասխանելու հիմքով ԿԳՄՍ նախարարի որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչապետի կամ վարչական դատարան, իսկ վարչապետի որոշումը վարչական դատարան։ Հիշիր,
Բողոքարկման համար ունես երկամսյա ժամկետ, որոշման կայացման կամ ստացման օրվանից։ Ռազմաուսումնական հաստատություն ընդունելության դեպքում ընդունելության արդյունքները կարող ես բողոքարկել ընդունող հանձնաժողովին 24 ժամվա ընթացքում։ Հանձնաժողովի որոշումը պաշտպանության նախարարին, իսկ նախարարի որոշումը իր հերթին վարչական դատարանում 2 ամսվա ընթացքում։ Եթե զորակոչի ընթացքում խախտվել են ձեր իրավունքները, ապա դիմեք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ։